Հարկային ծառայությունը իմ դեպքում իմ կյանքն է։ Իմ հետ աշխատող իմ ընկերները նույն գիտակցությունը ունեն, որ մենք պետության մասնիկն ենք։ Ինձ համար հարկային ծառայությունը մի ամբողջ կյանք է։ Հարկային բառ լսելուց ոնց որ շատ հարազատ մի բառ լսեմ։ Հարկային ծառայությունն ինձ համար սիրելի աշխատանք է։ Հարկային ծառայությունը մի յուրահատուկ կապող օղակ է քո ու քո հայրենիքի միջև։ Հարկային ծառայությունում ես ավելի շատ ժամանակ եմ անցկացնում, քան իմ ընտանիքում։ Ի վերջո, հարկային ծառայությունը դա մի վայր է, որտեղ աշխատում է պետությունը եւ հարկային ծառայողը, արդյունքում ունենալով մեկ շահ։ Այդ շահը Հայաստանի Հանրապետության հզորացման շահն է։ Հարկային մարմինը ստեղծվեց այն ժամանակաշրջանում, երբ պետությունը նոր կայանում էր։ Դա հետպատերազմյան ժամանակաշրջան էր եւ շատ կարևոր էր, որպեսզի պետությունը ունենա իր միջոցները, որպեսզի կատարի բոլոր այն ծախսերը, որոնք կապված էին եւ պաշտպանական հարցերի հետ, եւ զարգացման հարցերի եւ քաղաքաշինության հարցերի հետ, ընդհանրապես պետությանը անհրաժեշտ էին այդ միջոցները։ Զարգացումը եղել է փոքր քայլերով, բայց հաստատուն քայլերով։ Այսօր մենք ունենք շատ զարգացած, կայուն եւ ինչու ոչ նաեւ այլ երկրների համատելի հանգամանքներում որոշ առավելություններ ունեցող հարկային համակարգ։ Հարկային ծառայությունը իր ձևավորման ու կայացման փուլում բավական երկար ու բարդ ճանապարհ է անցել։ Սկզբնական ժամանակներում, երբ դեռևս չկային էլեկտրոնային համակարգեր, շատ հարցերի կարգավորում կախված էր մարդկային գործոնից։ Հիշում եմ, որ ժամանակին հարկային տարածքային տեսություններում հարկային տեսուչներ այցելում էին հարկվճարողներին, բացատրում էին հարկային օրենսդրությունը, բացատրում էին ինչպես պետք է հաշվարկել եւ վճարել հարկերը, ծանոթացնում էին հարկային օրենսդրությանը։ Երբ նոր էր ստեղծվել հարկային ծառայություն, բոլոր հարկվճարողները իրենց հաշվարկներն ու հաշվետվությունները հարկային մարմին էին ներկայացնում թղթային տարբերակով։ Այդ հաշվետվությունները կարվում էին ուրեմն հարկվճարողների համար առանձնացված հարկային գործերում։ Եվ ինչ էր ստացվում։ Հարկային ծառայողը, որպեսզի հարկվճարողի նկատմամբ, այսինքն հարկերի վճարման մասով հարկվճարողի ռիսկայունությունը գնահատել, պետք է բացեր թերթեր այդ հարկային գործերը, բայց պետք է թերթեր նաև արխիվում գտնվող բոլոր հարկային գործերը, որպեսզի համադրելի ցուցանիշներ ունենար հարկվճարողների ռիսկայունությունը գնահատելու համար, ինչը գրեթե անհնար էր եւ բավականին աշխատանքային ռեսուրսներ էր պահանջում։ Եվ հարկային հսկողությունը իրականացվում էր տարերային, ցանկացած հարկվճարողում էր կարող էր իրականացվել հարկային հսկողություն։ Այդ թվում նաև օրինապահ հարկվճարողների նկատմամբ։ Տարիների ընթացքում հարկային վարչարության գործիքները եւ մեթոդները կատարելագործվել եւ բարեփոխվել են։ Սակայն հարկային ծառայության նպատակը մնացել է նույնը՝ հարկային եկամուտների ապահովումը, որպեսզի պետությունը կարողանա շարունակական զարգանալ եւ լուծի իր առաջ դրված խնդիրները։ Հարկը յուրաքանչյուրից ներդրումն է մեր վաղվա օրվա, մեր վաղվա ապագայի համար։ Ցանկացած անձ պետք է գիտակցի, որ վճարելով հարկերը իր մասնակցությունն է ունենում պետության կայուն զարգացման գործում։ Հարկերը այն կարևոր բաղադրիչներն են, որոնց միջոցով պետությունը կարողանում է իրագործել տնտեսության տարբեր ոլորտներում միջոցառումներ, տրամադրել աջակցություն տնտեսվարողներին եւ քաղաքացիներին։ Մեր վճարած հարկերը դրանք լավ ճանապարհներ են, լավ ենթակառուցվածքներ են, լավ ուսում է, բարձր թոշակ է, բարձր աշխատավարձ է, լավ որակի առողջապահություն է։ Հետևաբար բոլորս պետք է ապրենք այն ենթագիտակցությամբ, որ հարկը խիստ փոխհատուցելի վճար է։ Եվ այդ գիտակցությունը պետք է բոլորի մոտ լինի։ Եվ քաղաքացու եւ տնտեսավարողների ընդհանրապես, ովքեր իրենց համարում են պետության մասնիկ, պետք է հասկանան, որ հարկը պետության գոյատևման միջոց է։ Պետական բյուջեի 90%-ից ավելին ձևավորվում են հարկային եկամուտներից, այսինքն հարկերը հանդիսանում են պետության հիմնական ֆինանսական աղբյուրը։ Այդ իսկ պատճառով տարիների ընթացքում մենք կատարելագործել ենք նաև հարկերի վճարման գործընթացը, դարձրել ենք այն ավելի պարզ, արագ եւ առանց ավելորդ ընթացակարգերի։ Շուրջ 34 տարվա ընթացքում արդեն մենք այսօր կարող ենք փաստել, որ ունենք կայացած հարկային համակարգ, նորացված, թվայնացված, համատարած միայն էլեկտրոնային կարգով հաշվետվությունները ներկայացնելը առաջին անգամ իհարկե սկսվեց եկամուտային հարկի ամսական հաշվարկներից,
երբ որ ներդրվեց հանրապետությունում կուտակյալային կենսաթոշակների մասին օրենսդրությունը, եւ 18 թվականին, երբ որ արդեն գործողության մեջ դրվեց հարկային օրենսգիրքը, բոլոր հարկատեսակների, պարտադիր վճարների մասով հաշվետվությունները, հաշվարկները դարձան միայն էլեկտրոնային կարգով ներկայացվող։ Տարից տարի ներդնում են նոր գործիքակազմեր, ներկայումս օգտագործում ենք նաև արհեստական բնականության հզոր հնարավորությունները։ Կատարելագործելով հարկային վարչարարությունը, ստեղծելով հարկային մարմնի էլեկտրոնային կառավարման համակարգը, մենք կարողացանք նաև պետական մարմիններից հարկային հսկողության համար պիտանի բոլոր տեղեկությունները հավաքագրել պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական բազայում, որը հնարավորություն է տալիս այսօր բազմաթիվ վերլուծական գործիքներով կատարել համապատասխան վերլուծություններ, վերհանել ռիսկային հարկվճարողներին, գնահատել նրանց ռիսկայնության չափանիշները, դասակարգել նրանց ըստ ռիսկայնության աստիճանների, նոր հարկային հսկողության գործիքները կիրառել տվյալ հարկվճարողների նկատմամբ։ Հաշվի առնելով, որ բոլոր գործարքներն ըստ էության ավտոմատացված են եւ իրական ժամանակում արտացոլվում են հարկային մարմնի տեղեկատվական բազայում, ուստի ցանկացած գործարք հարկվճարողի կողմից իրականացված մշտադիտարկվում է մեր կողմից եւ ստանում է համապատասխան արձագանք։ Հարկային մարմինը ունի տեղեկատվական ամբողջական բազա հարկվճարողների մասով ինքնուրույն եւ գրասենյակում իր գրասենյակում վերլուծություններ իրականացնել ու չանհանգստացնել բիզնեսին իր անհարկի միջամտությամբ։ Եվ դրա արդյունքում հարկային մարմինը հիմնականում հարկվճարողներին անհանգստացնում է բացառապես այն դեպքերում, երբ վերջիններիս մոտ առկա են ռիսկեր կամ բացթողումներ։ Բազայից ստանում ենք տվյալներ, թե կոնկրետ հարկվճարողը մի քանի ամսվա կտրվածքով քանի կանխիկ ու քանի անկանխիկ կտրոն է տրամադրել։ Կտրոնների համադրման արդյունքում էլ արդեն ստանում ենք ռիսկային հարկվճարողների ցանկը։ Հարկվճարողներին պարտադիր ուղարկվում են ծանուցումներ, որոնց վերջիններս արձագանքում են, որոշ դեպքերում սիրով, որոշ դեպքերում անհանգստությամբ, որոշ դեպքերում նյարդայնանում են, սակայն անհերքելի այն փաստը, որ նշված գործընթացը բխում է եւ հարկվճարողների շահերից եւ հարկային մարմնի։ Եվ դրա համար մենք այսօր փորձում ենք հարկվճարողների հետ կառուցել գործընկերային հարաբերություններ, իրենց իրազեկելու, իրենց հնարավորություն տալու, որպեսզի ինքնուրույն գնահատեն իրենց հարկային կարգապահությունը, քանի որ ի վերջո մեր նպատակը ոչ թե հարկային իրավախախտումներ հայտնաբերել եւ դրանց նկատմամբ պատասխանատվության միջոցներ կամ տուգանքներ կիրառելն է, այլ կանխարգելել եւ հարկային կարգապահություն ապահովելն է վարկագծի բացասական վարկագծի փոփոխությունն է։ Ցավոք լինում են դեպքեր, երբ որ հարկվճարողները չեն արձագանքում դրական, ստեղ արդեն սկսվում է ավելի խիստ կամ ավելի կոշտ վարչարարության փուլը ստուգումների կամ ուսումնասիրությունների կամ նաև օպերատիվ հետախուզական միջոցառումների միջոցով։ Ուրախություն մեզ հարկային ստուգումներում վերջին ժամանակներում զգալի աճել է կանանց մասնակցությունը, որպես ցուցանիշ որ ասեմ, կանանց թիվը արդեն գերազանցում է 30%-ը եւ դա արդեն սարքել ենք պրակտիկա եւ մի քանի դեպք ունենք առ այսօր, որ ստուգմանը մասնակցում են սկզբից մինչեւ վերջ միայն կին հարկային ծառայողներ եւ դեռևս չի եղել գոնե մեկ անարդյունավետ ստուգման, բոլոր ստուգումները սակվել են հաջողությամբ։ Ստեղծման ժամանակաշրջանում շատ տնտեսավարողներ նույնիսկ չէին պատկերացնում, թե ինչ բան է հարկը եւ հարկ վճարելու այդ գիտակցությունը իրենց մոտ բացակայում էր։ Այսօր գիտակցությունը այդ մասով շատ բարձր է եւ հարկ վճարողները անհամեմատելի ավելի լավ են պատկերացնում, գիտակցում,
ընդունում հարկի վճարման կարևորությունը։ Մեր օրերում անհամեմատ բարձրացել է հարկ վճարողների ֆինանսական գրագիտությունը եւ վերջիններս մեծամասամբ տիրապետում են իրենց իրավունքներին եւ պարտականություններին, ինչը էլ ավելի է զգաստացնում հարկային ծառայությանը։ Հարկ վճարողներն իրավունք ունեն վիճարկելու հարկային մարմնի կողմից արձանագրված խախտումները կազմած ակտերը։ Այս առումով երկխոսության լավ հարթակ է հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովը, որտեղ լսելի են դառնում հարկ վճարողների կողմից ներկայացված փաստարկները, վերջիններիս կարծիքը։ Չնայած մեծամասամբ հանձնաժողովի որոշումները ընդունվում են գրավոր ընթացակարգով անցկացվող նիստերի ժամանակ, սակայն հավատացնում եմ, որ հարկ վճարողի կողմից ներկայացված որևէ փաստարկ դուրս չի մնում հանձնաժողովի ուշադրությունից եւ համապատասխան արձագանք է ստանում հանձնաժողովի կողմից։ Այս երկխոսությունների ժամանակ բացահայտվում են իրականացվող վարչարության թույլ կողմերը, հարկային մարմնի կողմից հաճախ թույլ տրվող խախտումները, ինչպես նաեւ տնտեսվարողների մոտ առկա խնդիրները։ Չնայած ՊԿ-ի ստորաբաժանումների կողմից հարկային կարգապահության բարձրացման ուղղված բազմաթիվ միջոցառումներ են իրականացվում, մինչդեռ որոշ հարկ վճարողներ չեն փոխում իրենց վարքագիծը եւ շարունակում են գործել ստվերում։ Իհարկե, վերջիններս հայտնվում են հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության տեսադաշտում։ Անդադ ուսումնասիրելով զարգացող բիզնես գործընթացների յուրահատկությունները վարչության կողմից մշակվում, կիրառվում եւ ներդրվում են սֆերային շրջանառության հարկային իրավախախտումների բացահայտման ուղղված նոր մոտեցումներ։ Մասնավորապես ներդրվել են ռիսկի պրոֆիլներ, որոնց արդյունքում ենթադրյալ սֆերում գործող հարկ վճարողներն առանձնացվում են հետագա հսկողության նպատակով։ Հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը շատ կարևորում է գործընկերային հարաբերությունները հարկ վճարողների հետ եւ մշտապես հնարավորություն է տրվում հարկ վճարողներին ինքնուրույն ինքնական ճշտելու իրենց հարկային պարտավորությունները, վերականգնել պետության պատճառված վնասները։ 2024 թվականին ՊԵԿ-ում ստեղծվեց նաև թվային հետախուզության լաբորատորիան, որը արդեն իսկ տալիս է իր դրական պտուղները։ Թվային հետախուզության լաբորատորիան հնարավորություն է ստեղծում շատ օպերատիվորեն արագ մուտք գործել սերվերներ, թվային շտեմարաններ եւ այնտեղից դուրս բերել հարկ վճարողների տնտեսական գործունեության վերաբերյալ տվյալները, այդ թվում վերականգնելով արդեն իսկ ջնջված կամ վնասված տվյալները։ Հարկային ծառայության ստեղծման առաջին տարում կնքվել է առաջի կրկնակի հարկումը բացառող համաձայնագիրը։ Սա նշանակում է, որ հարկային մարմինը իր ստեղծման պահից ակտիվորեն մասնակցում է միջազգային հարկային համագործակցության բոլոր միջոցառումների։ Այս միտումը ակտիվորեն մասնակցել միջազգային հարկային հարաբերություններին շարունակվում է մինչ օրս։ Այս տարի առաջին անգամ տեղի է ունենալու ֆինանսական հաշիվների վերաբերյալ ավտոմատ փոխանակման ստանդարտի գործարկում, որը կարծում ենք լավագույն ապացույցն է, որ հարկային մարմինը աշխատում է հնարավորինս թափանցիկ եւ բաց է բոլոր ներդրողների համար։ Հարկային մարմինը ակտիվորեն համագործակցում է միջազգային հարկային բոլոր կազմակերպությունների հետ, փորձում է օգտվել բոլոր այն հնարավորություններից եւ միջազգային հարկային համագործակցության բոլոր գործիքներից, որոնք թույլ կտան բարելավել հարկային վարչարարությունը, բարելավել հարկ վճարողների սպասարկման որակը, ինչը բնականաբար հանգեցնելու է հարկային եկամուտների աճի։ Հարկային մարմինը մշտապես վերանայում է օրենսդրական կարգավորումները, կախված իրավիճակից, տնտեսության զարգացումներից եւ առկա խնդիրներից։ Հենց դրանով պայմանավորված փոփոխվում են ինչպես օրենսդրական կարգավորումները, այնպես էլ ենթաօրենսդրական իրավական ակտերը։ Ինչպես ցանկացած կառույցի, այնպես էլ հարկային ծառայության արդյունավետությունը եւ բնականոն գործունեությունը մեծապես պայմանավորված են հստակ նախագծված ռազմավարությամբ։ Այն ոչ միայն օգնում է նախանշել ապագա բարեփոխումների թիրախային ուղենիշերը, այլև ապահովում դրա համակարգված իրականացումը, մշտական վերահսկողությունը։ Այս առումով հատկապես վերջին տարիներին իրականացվում է բազմակողմանի վերլուծություններ, նախանշվում են թիրախային ուղղությունները։ Դրանք ամփոփվում ռազմավարական փաստաթղթում, որն էլ դառնում է ողջ թիմի միասնական ապագայի տեսլականը։ Բարև ձեզ, Պետական եկամուտների կոմիտեն լսում է ձեզ։
Սպասարկման սրահները ի սկզբանե հանդիսանում են հարկային մարմնի առաջնահերթ օղակը, որն ապահովում է քաղաքացիների հարկ վճարողների կապը հարկային մարմնի հետ։ 1991 թվականից մինչև 2009 թվականը հարկ վճարողները հաշվետվություններ ներկայացնում են բացառապես թղթային եղանակով, որը բնականաբար անհարմար էր, ինչպես որ այն առումով, որ ներկայանում են սպասարկման սրահներ, նաև եւ ժամանակի կորուստեր հարկ վճարողների համար։ Եվ 2009 թվականից առ այսօր բոլոր հաշվետվությունները թվայնացվել են, մատչելի եւ հարմարավետ միջավայր է ստեղծվել հարկ վճարողների համար, այսինքն անցում են կատարել թղթային եղանակից էլեկտրոնային եղանակի։ Եվ այդ դեպքում հարկ վճարողը տնտեսում է ինչպես իր ժամանակը, նաև արդյունավետ ներկայացնում է իր հաշվետվությունները։ Իթիվս ներկայումս գործող թվային համակարգերի առաջիկայում կգործարկվեն նաև հարկային ռեզիդենտի կարգավիճակի ավտոմատացման համակարգը, նպաստների տվյալների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման համակարգը, պետական турքի ինքնաշխատ հաշվառման համակարգը եւ վերջապես վարչական ակտերի հաշվառման համակարգը։ Նշված համակարգերը էականորեն կբարելավեն հարկային ծառայողներին մատուցվող ծառայությունների եւ վերջիններիս հարկային պարտավորությունների հաշվառման գործընթացների արդյունավետությունը։ Այսօրվա դասընթացի ընթացքում քննարկելու ենք հարկային օրենսգրքի վերջի փոփոխությունները։ 2023 թվականից հարկային ծառայություն ընդունելության կարգը արմատապես փոխվեց եւ ընդունելությունը այսուհետ իրականացվում է պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնում դասընթացների մասնակցելու միջոցով։ Նոր մոտեցմամբ ընդունելությունը հարկային մարմին տալիս է այն, որ հարկային մարմին աշխատանքի նշանակված ծառայողները արդեն ունեն որոշակի գիտելիքներ, արդեն ունեն որոշակի հմտություններ եւ կարողանում են շատ արագ անցնել իրենց ծառայողական պարտականությունների կատարման։ Շատ ուշագրավ էր հոգեբանության մեր դասընթացները, բարեվարկության դասընթացները, որտեղ որ մաքսիմալ լիարժեք կերպով ներկայացվում էր հարկային ծառայողի գաղափարային կերպարը, ոնց պետք է լինի։ Հարկային ծառայությունը ուղղակի աշխատանք չէ, հարկային ծառայողը պարտավոր է միշտ մտածել պետական շահերի մասին, երկրի եւ զարգացման մասին։ Հարկային ծառայողը պետք է լինի հայրենասեր, պետականամետ, իր գործին նվիրված։ Բարեկիրթ, բանիմաց, համբերատար եւ նվիրված իր աշխատանքին։ Հարկային ծառայողը պետք է սիրի իր գործը, սիրով կատարի իր պարտականությունները։ Հարկային ծառայողը պետք է լինի գրագետ, ազնիվ եւ ունենա եռանդ։ Բոլոր գործարքներից, հաշվարկներից, հաշվետվություններից այն կողմ պետք է գիտակցենք, որ մյուս կողմում կանգնած է մարդը։ Հասարակության համար հարկային ծառայողի կերպարը պետք է լինի այն մարդը, ով փոքր տարիքից մարդիկ ուզենան դառնան հարկային ծառայող։